Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 9-ն է եւ այսօրվա մեր հաղորդման մեջ հիմնականում խոսելու ենք Սիրիայից եւ Ուկրաինայից եւ ոչ միայն նաեւ Եվրոպայից, քանի որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշում են կայացնելու 35,000-անոց իրենց զորախումբը Գերմանիայից տեղափոխել Հունգարիա, բավականին մեծ փոփոխություններ են աշխարհակաղակական, Հայաստանի մասով հիմնականում բան չունենք խոսելու, բայց Սիրիայի կոնտեքստում կանրադառնանք նաև Հայաստանին, քանի որ այն ինչ հիմա տեղի ունենում Սիրիայում իրոք ահավորը եւ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Սակայն նախքան հաղորդումը սկսելը կրկին կոչ եմ անում եւ հիշեցնում եմ անպայման լայքել, բաժանորդագրվեք, եթե բաժանորդագրված չեք, քանի որ էլի մոտավորապես կեսը մեզ դիտում են ոչ բաժանորդագրված օգտատերերը, դրա համար հիշեցնեմ նաև բաժանորդագրվելու անհրաժեշտության մասին, ձեզ համար դա շատ լավ է, որպեսզի դուք միշտ տեղեկացված լինեք ամենակարևոր տեղեկություններով, թե միջազգային կարևոր իրադարձություններից, թե Հայաստանի շուրջ տեղի ունեցողից, դրանց բացի անպայման մեկնաբանեք, մենք հետևում ենք նաև ձեր մեկնաբանություններին եւ շատ կարևոր է նաև, որ դուք եթե հնարավորություն ունեք, տարածեք նաև մեր հաղորդումները ձեր սոցիալական ցանցերով։ Եվ սկզբում անդրադառնանք շատ մի տխուր դեպքի, Լաթաքիայում փաստացի սպանել են հոր եւ որդու, հայերի մասին է խոսքը, մեր հայրենակիցների, ովքեր որ տեղափոխվում էին եւ փաստացի կանգնեցրել են նրանց մեքենան եւ գնդակահարել են։ Այս պահին տեղեկություն կարծես թե չկա, թե որ կողմն է դա արել, ալավիներն են արել, թե իշխանության զինվորականները, ներկայացուցիչները, բայց իրոք բավականին բարդ, կրիտիկական է իրավիճակը։ Մեր այդ սպանված հայրենակիցները միակ հայրն էին տվյալ գյուղում եւ նույնիսկ տեղեկություններ կան, որ ամբողջովին գյուղեր են ոչնչացվել Սիրիայում։ Նույնիսկ շատ տեսարաններ եւ կադրեր կային, այդ ամենը ինձ հիշեցնում էր նաեւ մեր ողբերգությունը 1915 թվականի այդ անմարդկային կադրերը, որ տեսնում ես, իրոք անտանելի է, ես չեմ կարող նույնիսկ խոսքեր գտնել, որպեսզի բացատրեմ իմ զգացմունքները, բայց մեկ բան փաստ է, որ աշխարհը իրոք դառնում է երկերեսանի, նորմալ քննադատություն այս պահի դրությամբ չեղավ, հիմա դուք կասեք, թե ինչ եղավ, որ Արցախի ժամանակ մենք դա չտեսանք 20 թվականին, 23 թվականին եւ այդպես շարունակ, հա, բայց այն ժամանակ գոնե հայտարարությունների մակարդակով համենայն դեպս մի փոքր ավելի շատ հայտարարություններ էին արվում։ Հիմա կարծես թե ընդհանրապես աշխարհը լուռ է, աշխարհակարգը փլուզված է եւ շատ բարդ իրավիճակ է իրոք աշխարհում։ Քննադատել է մի փոքր թեթև զգուշավոր Ֆրանսիայի արտգործնախարարությունը ուշադրություն հրավիրելով, որ այդ ամենը, որը որ տեղի ունենում հիմա Ֆրանսիայում կառավարական բնույթ ունի եւ այդ ամենը պետք է դադարի, Եվրոմիությունը ավելի մեղմ է, նույնիսկ դատապարտել չէ, ինչ-որ կոչեր է հնչեցնում, ափսոսանք է հայտնում, կար Ռուսաստանի արտգործնախարարության կողմից ինչ-որ կոչեր, բայց ընդհանուր առմամբ նշեմ, ոչ ոք ոչ մի ձևով լուրջ չի դատապարտում այդ կատարվածը, եւ կատարվածը իրոք սարսափեցնող է, ես չեմ կարող ասել, թե միայն Սիրիայի նոր իշխանություններն են մեղավոր, նաեւ ալավիներն են հնարավոր է մեղավոր, բայց կա նաև տեղեկություն, որ ալավիների կյանքը բավականին բարդացել էր Ասադի հեռացումից հետո եւ նրանք հալածանքի ենթարկում, դրա համար ապստամբություն բարձրացվեց։ Հիմա փաստացի այդ տեսանյութներից մենք տեսնում ենք, թե ինչ ձևի պատժում են խաղաղ բնակիչներին։ Եվ մենք նաև գիտենք եւ բոլորս էլ տեղյակ ենք, որ Սիրիայի այդ իշխանությունները շատ լուրջ աջակցություն ունեն Թուրքիայի կողմից, Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Այսինքն տեղի ունեցողը իրոք ահավոր է եւ ցավալին այն է, որ մենք այնտեղ ունենք բազմաթիվ հայրենակիցներ, դեռ մի քանի ամիս առաջ Հայաստանի իշխանությունները կոչ էին անում, որպեսզի նրանք տարհանվեն, նաեւ փորձում էին օգնել, օգտակար լինել այդ հարցով։ Ճիշտ ասած, այդ ամենը մենք լսել ենք հայտարարությունների մակարդակով, չգիտեմ գործնական առումով ինչ է կոնկրետ տեղի ունեցել, բայց ես կարծում եմ, որ մեր հայրենակիցները իրոք դժվար որոշում պետք է կայացնեն եւ պետք է տեղափոխվեն Հայաստան կամ ուղղակի հեռանան Սիրիայից, քանի որ դժվար է ասել, թե ինչ իրավիճակ կլինի Սիրիայում մոտակա այս մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում։
բայց ոչ միայն Սիրիան է վտանգված, ես կարծում եմ, որ այդ իրավիճակը կարող է տարածվել նաև ուրիշ երկրների վրա, կարծես գլոբալ քաոս է սկսվում, ճիշտ է, Սիրիայում այդ ամենը հասունանում էր շատ երկար, բայց որ հիմա աշխարհը նույնիսկ հայտարարությունների մակարդակով լուրջ ձևով չի դատապարտում եւ նույնիսկ վախենում են փչացնել իրենց հարաբերությունները Սիրիայի իշխանությունների հետ, չէ՞ որ այդքան տարի նրանք դեմ են եղել Բաշար Ասադին եւ հիմա այդ վայրագությունները հաստատի չեն կարող քննադատել, որպեսզի չփչացնեն իրենց հարաբերությունները այդ նոր իշխանությունների հետ, բայց այդ իշխանություններն էլ տեսնում ենք, թե ինչ վերաբերմունք ունեն ընդհանուր առմամբ, նույնիսկ Գերմանիայի արտգործնախարար Աննալինա Բերբոքին, երբ որ նա այցելել էր Դամասկոս, նույնիսկ նրա ձեռքն էին հրաժարվում սեղմել, քանի որ նա կին է, պատկերացնում եք, չէ՞ ինչ ահավոր է այդ ամենը, եւ սա է փաստացի այդ ամենի հետևանքը նաեւ, այդ ամենի նախանշանները մենք ունեինք արդեն այն ժամանակ։ Այս ամենը պետք է դաս լինի նաեւ Հայաստանի համար, բայց ես չեմ տեսնում, որ Հայաստանը Շվեյցարիայի է վերածվում, ոչ Շվեյցարիայի, ոչ Շվեյցարիայի Հայաստանը չի վերածվում, ավելի շուտ Շվեյցարիայի ամենապաշտպանված երկրներից մեկն է, որտեղ որ նույնիսկ շենք շինելուց պարտավոր են ընկերությունները հատուկ թաքստոցներ սարքել շենքերի տակ, յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր շենք, բոլորն էլ ունեն թաքստոցներ, քաղաքացիական պաշտպանությունը շատ բարձր մակարդակի վրա է, եւ ես կարծում եմ, որ Հայաստանում հիմա պետք է որ պետական մակարդակով այդպիսի մոտեցում ցուցաբերվի, քանի որ մենք ապրում ենք ահռելի, ահավոր մի տարածաշրջանում, շրջապատված ենք դաժան հարևաններով, մեր պատմությունից ելնելով մենք պետք է այդ ամենը վաղուց անենք, բայց մինչև հիմա նույնիսկ չենք անում դա, մեզ պետք է 15 թվականի դեպքերը բավարար լինեին մեզ համար, որպեսզի մենք էլ մեր երկիրը, մեր քաղաքները, գյուղերը կարողանայինք դարձնել անառիկ ամրոցներ, Արցախը դարձնել անառիկ ամրոց, բայց մենք ոչինչ չարեցինք եւ եղավ Արցախում այն ինչ եղավ, եւ հիմա փաստացի վտանգ կա նաեւ Հայաստանի համար, չեմ կարող ասել 1 ամիս, 1 տարի, 10 տարի հետո, հնարավոր է 40 տարի հետո, բայց այնպիսի տարածաշրջանում ենք մենք ապրում, որ այդ վտանգները կան, պետք է մենք անկեղծ խոսենք, կան այդ վտանգները, այն էլ այսպիսի պայմաններում, երբ աշխարհակարգ է փլուզվում, եւ ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունները, բոլոր իշխանությունները, այսօրվա, նաեւ վաղվա իշխանությունները պետք է այդ մասին շատ լուրջ մտածեն, նույնիսկ բավականին լուրջ բյուջե հատկացվի, օրենսդրական մակարդակներով այդ ամենը կարգավորվի, թաքստոցներ լինեն շենքերի տակ, քաղաքացիական մարդկանց պաշտպանեն, քաղաքացիական հասարակությանը սովորեցնեն, թե ինչպես կարելի է պաշտպանվել եւ ինչպես պետք է պաշտպանվել, տեսեք Իսրայելում, եթե միանում են այդ տագնապի ձայները, ազդանշանները, միանգամից նույնիսկ կեսգիշերին մարդիկ չափից դուրս շատ լուրջ կազմակերպված իջնում են իրենց թաքստոցները եւ դրա շնորհիվ Իսրայելը շատ ամուր է եւ եթե մենք էլ ուզում ենք որ կարողանանք գոյատևել եւ ամրանալ որպես պետություն, որպես հասարակություն, մենք պետք է անպայման շատ շտապ, շատ արագ ձևով սկսենք իրականացնել այդ գործողությունները։ Հիմա անցնենք Ուկրաինային վերաբերվող հարցերին, Ուկրաինայում բավականին բարդ իրավիճակ է, ուկրաինական զորքերի համար շատ բարդ իրավիճակ է հաստատվել, հատկապես Կուրսկի շրջանում, որտեղ որ ռուսական կողմը առաջընթաց ունի եւ գրեթե ամբողջությամբ դուրս է մղել ուկրաինական զորքերին, եւ դա տեղի ունեցել այն բանից հետո, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հրաժարվել են իրենց հատուկ ծառայությունների միջոցով տեղեկություններ տրամադրել հետախուզական տվյալներ, հիշում եք այդ մասին նաեւ Թրամփն էր հայտարարել, որ իրենք դադարեցնում են հետախուզական տվյալներով կիսվել ուկրաինական զորքի հետ եւ դա շատ լուրջ եւ վատ իմաստով ազդել է ուկրաինական զորքերի վրա, քանի որ նրանք չունեն տեղեկություններ եւ չեն կարողանում Ռուսաստանի խորքում հարվածներ հասցնել, կան դժվարություններ նաեւ այլ շրջաններում Ուկրաինայի, այլ շրջաններում, որտեղ որ պատերազմական գործողություններ են ընթանում, նաեւ հարձակումները ռուսական դրոնների եւ հրթիռների շատ ակտիվացել են, չնայած որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից գալիս են տեղեկություններ, որ
պաշտպանության համար Ամերիկայի Միացյալ Նահանգները այնուամենայնիվ ուկրաինական զորքերի հետ կիսվում են իրենց հետախուզական տվյալներով։ Նաև գիտենք, որ այս օրերին արդեն Էր-Ռիադում հանդիպում պետք է տեղի ունենա ամերիկյան եւ ուկրաինական կողմերի միջև, Զելենսկին երկուշաբթի օրը արդեն այցելելու է Էր-Ռիադ եւ այդտեղ հետո նաև նախատեսված է հանդիպում ամերիկյան եւ ուկրաինական կողմերի միջև։ Եվ այս բարդ իրավիճակում Իլոն Մասկը հայտարարություն է արել, ավելի ճիշտ գրառում է կատարել իր X-ում, որ եթե Starlink իրեն կանջատեն, ապա միանգամից այդ առաջնագիծը, ուկրաինական առաջնագիծը կփլուզվի։ Այսինքն հստակ սպառնում են եւ ճնշում են գործադրում ուկրաինական կողմի վրա, որպեսզի Ուկրաինան գնա զիջումների։ Դրանից բացի ամերիկացիները տեղեկացրել են իրենց դաշնակիցներին Եվրոպայում, որ կարող է սկսեն արդեն դուրս բերել իրենց զորքերը Գերմանիայից, որտեղ որ կա 35,000 ամերիկացի զինծառայող, նույնիսկ նոր զորավարժություններ այլևս չեն նախատեսված եվրոպական դաշնակիցների հետ, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է իրենց զինվորականներին տեղափոխեն Հունգարիա։ Այստեղ կարևոր է նշել, որ բավականին լարված հարաբերություններ ունեն նրանք ամերիկացիները գերմանացիների հետ, եւ հիմա փաստացի դրանով Դոնալդ Թրամփը նաեւ ցույց է տալիս, որ ինչքան ինքը անգոհ է, դժգոհ է Գերմանիայի այս նոր ընտրություններով, որոնք որ տեղի ունեցան եւ հաղթանակ տարավ Մերցի կուսակցությունը։ Պետք է այստեղ նաև ավելացնել, որ պատահական չէ, որ Մակրոնը հայտարարում էր, որ իրենք պատրաստ են նաև իրենց ատոմային զենքը տեղակայել տարբեր երկրներում, զինվորականներ տեղակայել տարբեր եվրոպական երկրներում եւ նույնիսկ կա արդեն քննարկում, որ հնարավոր է Ֆրանսիան ատոմային զենք տեղակայի նրա փոխարեն Գերմանիայում եւ դրանից բացի Մեծ Բրիտանիայի հետ միասին զինվորականներ տեղակային Գերմանիայում, այսինքն Եվրոպայի անվտանգությունը հիմա երևի թե ամբողջությամբ սկսելու են հոգալ եվրոպական երկրներ, այսինքն իրենց անվտանգության համար հոգ են տանելու միայն իրենք, եւ սա բավականին լուրջ աշխարհակաղակական փոփոխություն է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բայց ես չեմ կարծում, որ մեծ հաշվով շատ վնաս է ստանալու այս ամենից Եվրոպան, այլ ճիշտ հակառակը, Եվրոպան ավելի ամրանալու, շատ է փոխվելու եւ նույնիսկ կարող է ժամանակ գա, որ իրենք շնորհակալություն էլ հայտնեն Դոնալդ Թրամփին այս քաղաքականության համար։ Հիմա շատ բարդ է, շատ լարված է, շատերն են ջեղաձգվում, բայց փաստացի Դոնալդ Թրամփը օգնում է, որպեսզի Եվրոպան կարողանա ինքնուրույն ստիպում է, որպեսզի ինքնուրույն կարողանա կանգնել իր ոտքերի վրա։ Հետաքրքիր է, որ ոչ միայն Եվրոպայի մասով, այլ նաև Թուրքիայի մասով Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է փոխել իր քաղաքականությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը ներկայացվել մի օրինագիծ, որով որ կարող է Թուրքիան այլևս չդիտարկվել որպես եվրոպական երկիր, այլ դիտարկվել որպես մերձավոր արևելքի երկիր, հաշվի առնելով նրա քաղաքականությունը Իսրայելի, Համասի, Սիրիայի նկատմամբ, այսինքն շատ ավելի վատ, շատ ավելի ցանկալի բնորոշում կարող է ստանալ Թուրքիայի քաղաքականությունը եւ Թուրքիային կարող է սկսեն արդեն վերաբերվել որպես մերձավոր արևելքի երկրի։ Նաեւ երեք Իրանից կարելի է խոսել, որ Իրանի հոգևոր առաջնորդն է հայտարարությամբ հանդես եկել, փաստացի նա այդ հայտարարությունով ամենայն դեպս իմ մոտ այդպիսի տպավորություն է ստեղծվում, որ մերժում է նաեւ Դոնալդ Թրամփի առաջարկները, Դոնալդ Թրամփի մոտեցումները, ինչը բնականաբար նույնպես ավելի է բարդացնում իրավիճակը։ Լավ չէ, որ այդպիսի մոտեցում ունի Իրանը եւ չի փորձում գնալ բանակցությունների, փաստացի ամենայն դեպս վերջին օրերի այդ հայտարարությունները թե արտգործ նախարարը եւ թե հոգևոր առաջնորդի մեզ հուշում են այն, որ Իրանը այս պայդրությամբ չի ցանկանում կարծես թե ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ բանակցել ատոմային ծրագրի շուրջ։ Դրանից բացի նաեւ տեղեկություններ կա, որ հիմա Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը միասին պետք է զորավարժություններ անցկացնեն Չաբահար նավահանգստի մոտակայքում եւ սա եւս ինչ որ միտեղ կարծում եմ շատ կարեւոր ուղերձ է Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։ Ահա այսպիսին է իրավիճակը նաեւ մեր տարածաշրջանում, ընդհանուր շատ մեծ անորոշություն է ամենուր, անորոշություն է Եվրոպայում, անորոշություն է Ուկրաինայի շուրջ,
Անորոշություն եւ լարված իրավիճակ է Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում, նաեւ Իրանի մասով անհասկանալի է Հարավային Կովկասին ընդհանրապես իմաստել չունի անդրադառնալ Հարավային Կովկասի մասին կարծես բոլորը մոռացել են այս պահին, բայց ընդհանուր առմամբ ես կասեմ հստակ, որ աշխարհակարգի բավականին լուրջ փոփոխություն է տեղի ունենում։ Հիմա ասել, որ ոչինչ չի փոխվի եւ հին աշխարհակարգը կա, ես կարծում եմ, որ սխալ է, աշխարհակարգը արդեն փլուզվել է, գրեթե փլուզվել է եւ մենք կարող է ականատես լինենք նոր աշխարհակարգի, նոր ուժային կենտրոնների ձևավորման։ Եվ այդ ուժային կարևոր կենտրոններից մեկը իմ պատկերացմամբ դառնալու է Եվրոպան։ Այս պայդրությամբ սիրելի հայրենակիցներ, այսքանը կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել, ինչպես նաև գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ, հաջողություն, կհանդիպենք։